Էգոն, դա ընդամենը գիտակցվածության բացակայությունն է։ Սենյակը լցված է մթով, եւ դուք ցանկանում եք, որ մութը լքի այն։ Դուք կարող եք անել ամենը, ինչ ի վիճակի եք, դուրս հրել կամ վռնդել նրան դուրս, բայց հաջողության չեք հասնի։ Բավականին տարօրինակ է, բայց ձեզ կհաղթի այն, ինչը գոյություն չունի։ Վերջի վերջո ձեր միտքը կասի ձեզ, որ մութն այնքան ուժեղ բան է, որ դուք ի վիճակի չեք նրան ցրել, որ չեք կարող նրան վռնդել։ Բայց դա սխալ եզրակացություն է, այն պարզ է, հասկանալի, բայց սխալ է։ Պետք է ուղղակի սենյակ բերել մի փոքրիկ մոմ։ Դուք չպետք է մութը վռնդեք, դուք չպետք է նրա հետ պայքարեք, դա ակնհայտ հիմարություն է։ Ուղղակի ներս բերեք մի փոքրիկ մոմ եւ այլևս մութը չեք գտնի։ Բայց մութը դուրս չի եկել, նա չի կարող դուրս գալ, որովհետեւ ի սկզբանե այն գոյություն չունի։ Նա չի կարող ոչ լինել ներսում եւ ոչ էլ դուրս ելնել։ Լույսը մտավ ներս, լույսը դուրս ելավ։ Լույսը դրական գոյատևություն ունի։ Դուք կարող եք վառել մոմը եւ մութը չկա, կարող եք հանգցնել մոմը եւ կգա մութը։ Մթի հետ ինչ-որ բան անելու համար դուք պետք է ինչ-որ բան անեք լույսի հետ։ Շատ տարօրինակ է, շատ անտրամաբանական է, բայց ինչ կարող եք անել։ Այդպիսին է իրերի բնույթը։